Երկնային պահոցը, ինչպես հսկայական ֆինանսական հորոսկոպ, 2026 թվականի փետրվարի սկզբին կառուցում է հատուկ կոնֆիգուրացիաներ։ Նյութական աշխարհը կառավարող մոլորակները անակնկալներ են պատրաստում, իրենց սիրելիներին բաժանելով ոչ միայն հնարավորություններ, այլև գանձարկղերի իրական բանալիներ։ Որտեղ փնտրել ձեր հնարավորությունը։ Ցուլ։ Երբ Վեներան թելադրում է բարենպաստ պայմաններ, ձեզ համար, սիրելի ցուլ, այս ժամանակահատվածը նման է գանձ գտնելուն ձեր սեփական այգում։ Ձեր հովանավորը, Վեներան, կմտնի հատկապես ներդաշնակ երկխոսության երկարաժամկետ ակտիվների ոլորտի հետ։ Մենք չենք խոսում վիճակախաղի հանկարծակի շահման մասին, չնայած դա բացառված չէ, այլ ինչ-որ հիմնարար բանի մասին։ Ամենահամեղ առաջարկները կգան վստահելի գործընկերներից կամ երկարատև կապերի միջոցով։ Արժե մտածել ինչ-որ նյութական բանի մեջ ներդրումներ կատարելու գաղափարի մասին։ Հող, անշարժ գույք, արվեստ։ Մի հետապնդեք կարճաժամկետ շահույթ։ Ձեր բախտը ռազմավարության և համբերության մեջ է։ Դուք կարող եք վստահորեն սկսել բանակցություններ աշխատավարձի բարձրացման համար։ Աստղերը ձեզ ամուր թիկունք են տալիս դրա համար։ Առյուծ, արևի փայլը պարգևների դաշտում։ Սիրելի առյուծներ, ձեր ֆինանսական լուսատուն կարծես դուրս է գալիս ամպերի ետևից։ Ասպեկտները խոստանում են ձեզ ճանաչում և հետևաբար նյութական պարգև։ Երկար սպասել եք, որ ձեր տաղանդները իսկապես գնահատվեն։ Ժամանակն է եկել։ Գումարը կգա այնտեղ, որտեղ դուք չեք վախենա ուշադրության կենտրոնում լինել։ Հաջողակ հանրային նախագիծ, փայլուն ներկայացում, անձնական բիզնեսի մեկնարկ, որտեղ դուք դրա դեմքն եք։ Սա այն ժամանակահատվածն է, երբ ձեր խարիզման վերածվում է շատ իրական գումարների։ Մի վարանեք հայտարարել ձեր հավակնությունների մասին, բոլորը կհասկանան։ Հատկապես բախտավոր կարող են լինել ստեղծագործականության, զվարճանքի և ղեկավար պաշտոնների հետ կապված ոլորտները։ Կույս։ Մերկուրին որպես փայլուն հաշվապահ։ Ձեր ֆինանսական հաջողությունը կույս կայանում է մանրամասների, թվերի և անթերի մշակված ծրագրերի մեջ։ Մերկուրին, ձեր հովանավորը, ակտիվացնում է ձեր ռեսուրսների ոլորտը, ձեզ անհավատալին մտքի պարզություն շնորհելով։ Դուք կկարողանաք տեսնել, թե որտեղ է ձեր բյուջեի կետը զոհաբերում եկամուտը և որ մանրուքներն են խանգարում ձեր նախագծին դառնալ շահութաբեր։ Սա հիանալի ժամանակ է աուդիտների, պարտքերի վերակառուցման և կատարյալ բիզնես պլան կազմելու համար։ Դուք կարող եք շահավետ առաջարկներ ստանալ ՏՏ, տվյալների վերլուծության կամ ցանկացած այլ ծառայության ոլորտներում, որոնք պահանջում են մանրակրկիտ ուշադրություն։ Վստահեք ձեր հաշվարկներին, դրանք ձեզ կհանգեցնեն կայուն և կանհատեսելի շահույթի։ Խոսքը ռիսկի դիմելու մասին չէ, այլ վարպետորեն ֆինանսական պլանավորման մասին է։ Կարիճ, առատության խորը հոսանքներ։ Ձեզ համար, կարիճներ, այս ժամանակահատվածը ձեր ֆինանսական էներգիայի հզոր վերականգնում է։ Պլուտոնը ձեզ հնարավորություն է տալիս ազատվել բոլոր հնացած բաներից, որոնք խոչընդոտել են ձեր ֆինանսական աճը, հին պարտքեր, թունավոր գործընկերություններ, անշահավետ պարտավորություններ։ Այս տարածքը մաքրելով, դուք կհայտնաբերեք անսպասելի աղբյուրներից եկող միջոցների հոսքեր։ Դրանք կարող են լինել ներդրումներ, ժառանգության հետ կապված խնդիրներ, ապահովագրական պահանջներ կամ խոշոր բոնուսներ։ Կարծես թե ձեզ ցույց են տալիս, թե որտեղ է թաքնված փողը դժվարին իրավիճակում։ Համարձակորեն հետապնդեք ռիսկային, բայց հաշվարկված ներդրումներ։ Ձեր հայտնի ինտուիցիան կլինի իր լավագույն վիճակում։ Սա մեծ գործարքների և կապիտալի վերաբաշխման ժամանակ է։ Գործեք վճռականորեն։ Այծեղջյուր։ Սատուրնը հավանություն է տալիս ձեր վերելքին։ Ձեր լավագույն ժամը մասնագիտական ոլորտում, սիրելի այծեղջյուրներ, անխուսափելիորեն կարտացոլվի ձեր դրամապանակում։ Սատուրնը, ձեր խիստ ուսուցիչը, վերջապես կտա ձեզ արժանի և կբացի կառավարում գրառմամբ գրասենյակի դուռը։ Երկարաժամկետ նախագծերը, որոնք դուք տարիներ շարունակ մշակել եք, կսկսեն շահույթ բերել։ Ձեզ կնկատեն, ձեր հուսալիությունը կգնահատվի և դուք կպարգևատրվեք պաշտոնի բարձրացմամբ, զգալի բոնուսով կամ բոլորովին այլ աշխատավարձի առաջարկով։ Ձեր ֆինանսական հաջողությունը կայանում է հավակնոտ կարիերայի նպատակների մեջ։ Մի վախեցեք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել, դուք ավելի քան պատրաստ եք դրան։ Սա ձեր անցյալի բոլոր ջանքերի պարգև է։ Ձկներ, երբ տիեզերքը շշնջում է բարենպաստ թիվ։ Ձեզ համար, սիրելի ձկներ, այս պահին ֆինանսական հոսքերը հոսում են նուրբ հնկալ մանուղիներով։ Նեպտունը ձեզ շշնջում է ճիշտ գաղափարներ, իսկ Յուպիտերը ընդլայնում է հնարավորությունները։ Ժամանակն է վստահել ձեր ինտուիցիային։
Բախտը կարող է գալ հոգևոր պրակտիկաների, ստեղծագործականության, բարեգործության կամ ուրիշներին օգնելու հետ կապված ոլորտների միջոցով։ Դուք կարող եք ստանալ անսպասելի առատաձեռն նվեր, մարել հին պարտքը կամ ձեզ առաջարկվել գործընկերություն, որը պատահաբար կգտնեք սոցիալական ցանցերում։ Ձեր խնդիրն է չբաց թողնել այս նշանները։ Մի կազմեք կոշտ ֆինանսական ծրագրեր, փոխարենը բաց եղեք առատության հոսքերի համար, որոնք տիեզերքը կարծես թե պատահականորեն ուղարկում է ձեզ։ Վստահեք դրամական առաջարկի ձեր առաջին տպավորությանը։ Կենդանակերպի նշանները հրեշտակների թևի տակ 2026 թվականի փետրվարին։ 2026 թվականի փետրվարը կլինի այն ամիսներից մեկը, երբ երկնային ուժերը հատկապես հստակ կդրսևորվեն։ Հզոր աստղագիտական իրադարձությունների, խավարումների, հետադարձ մոլորակների և հազվագյուտ միացումների ֆոնին որոշ կենդանակերպի նշաններ կստանան անտեսանելի, բայց շոշափելի աջակցություն վերևից։ Պահապան հրեշտակները կմոտենան պաշտպանելու նրանց խնդիրներից, օգնելու ճիշտ ընտրություն կատարել և նրբորեն առաջնորդելու էներգետիկ փոթորիկների միջով։ Եկեք պարզենք, թե ում կարող եք վստահորեն վստահել այս փետրվարի իրադարձությունների հոսքին, զգալով պաշտպանության թեթև թևեր ձեր մեջքին։ Խոյեր։ Ձեզ համար, սիրելի խոյեր, փետրվարը կլինի կարևոր փոփոխությունների ամիս։ Սատուրնի մուտքը ձեր նշան փետրվարի 13-ին մարտահրավեր է, բայց նաև հսկայական հնարավորություն։ Պահապան հրեշտակները կօգնեն ձեզ գտնել այն համբերությունը, որը երբեմն պակասում է ձեր կրակոտ բնույթին։ Եվ Սատուրնի և Նեպտունի միացումը ձեր նշանում փետրվարի 20-ին կբերի հոգևոր ներթափանցում։ Դուք կկարողանաք հստակ տարբերակել կեղծ նպատակները իրականից և հոգնածության պահերին կզգաք ուժի ալիք անհայտ աղբյուրից։ Ցուլ։ Ուրանը ձեր բարձրագույն մոլորակը փետրվարի 3-ին ուղիղ կդառնա ձեր նշանում։ Սա կնշանակի անորոշության երկար շրջանի ավարտ, հատկապես ռեսուրսների և ինքնագնահատականի ոլորտում։ Հրեշտակային պաշտպանությունը կդրսևորվի անսպասելի, բայց բարենպաստ նորությունների տեսքով, որոնք կփոխեն ձեր ֆինանսական վիճակը կամ աշխարհայացքը։ Ձեզ այնպես կթողնեն, կարծես թե ճիշտ ուղղությամբ հրում են տվել, և փոփոխության վախը կզիջի իր տեղը հետաքրքրասիրությանը։ Ձկներ։ Փետրվարը, սիրելի ձկներ, խորը ինտուիցիայի և ներքին երկխոսության ամիս է։ Մերկուրին, Վեներան և Արևը կայցելեն ձեր նշանը, լուսավորելով հաղորդակցության, սիրո և անձնական եսի ոլորտները։ Եվ սկսած փետրվարի 26-ից Մերկուրին, որը հետադարձ շարժում ունի ձկների մեջ, կդանդաղեցնի ամեն ինչ, ձեզ հնարավորություն տալով լսել ձեր պահապան հրեշտակների շշուկները։ Նրանք կօգնեն ձեզ արտահայտել այն, ինչը դժվար է արտահայտել, և կպաշտպանեն ձեզ խաբեությունից մտերիմ հարաբերություններում։ Ջիրհոս։ Փետրվարի 17-ի խավարումը ձեր նշանում հզոր նշան է վերևից։ Սա այն ժամանակն է, երբ պահապան հրեշտակները ակտիվորեն մասնակցում են ձեր կյանքի ծրագիրը վերաշարադրելուն։ Ակնկալեք նշաններ, խորհրդանիշներ և մարգարեական երազներ։ Դուք կստանաք պաշտպանություն խմբային նախագծերում և համարձակ նորարարական գաղափարներում։ Երկնային հովանավորները կապահով են, որ ձեր եզակիությունը նկատվի և գնահատվի։ Կարիճ։ Փետրվարի 9-ին ձեր նշանի վերջին քառորդ լուսինը ավարտման և խորը մաքրագործման ժամանակ է։ Հրեշտակները կօգնեն ձեզ ազատվել երկարատև բեռից, առանց սովորական դրամայի և ցավի։ Դուք կզգաք ձեզ պաշտպանված համատեղ ռեսուրսների, ժառանգության կամ խորը հոգեբանական փոխակերպումների հետ կապված իրավիճակներում։ Ձեզ կտրվի ներելու և հեշտությամբ բաց թողնելու ուժ։ Երկվորյակներ։ Փետրվարի 24-ին երկվորյակների առաջին քառորդ լուսինը ակտիվացնում է ձեր հաղորդակցման հմտությունները։ Պահապան հրեշտակները կուղղորդեն ձեր խոսքերն ու մտքերը, օգնելով ձեզ խուսափել հակամարտություններից և թյուրըմբռնումներից։ Դուք կարող եք կարևոր տեղեկություններ ստանալ, կարծես թե պատահականորեն, հանդիպել ճիշտ մարդուն կամ գտնել կորած իր։ Սա այն ամիսն է, երբ լավագույնն է վստահել առաջին տպավորություններին։ Դրանք հավանաբար ոչեշնչված կլինեն վերևից։ Առյուծ։ Փետրվարի 1-ին առյուծի մեջ լիալուսինը ձեզ համար մեկնարկում է ամսական ցիկլ, երբ հրեշտակային պաշտպանությունը կապված է ստեղծագործականության, երեխաների և ինքնարտահայտման հետ։ Դուք կզգաք անտեսանելի աջակցություն բեմում, ցանկացած ձեռնարկում, որը պահանջում է ձեր սրտի ցուցադրում։
կարծես ձեզ ծափահարելու են երկնքից, քաջություն եւ ոչեշնչում ներարկելով։ Ստեղծագործական ռիսկերը կպարգևատրվեն, իսկ հպարտությունը կմեղմացվի ջերմությամբ։